Խոստումները տրված են եւ կատարված։ Դոնալդ Թրամփի այս խոսքերով է Վաշինգտոնը ամփոփում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջին տարին։ Վաշինգտոնյան հռչակագրի առաջին տարեդարձից 3 օր անց Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն էլ լի է ձեռքբերումների մասին հայտարարություններով, սահմանային կայունությունից ու առևտրից մինչև թրիփի վերածումը տեսլականից իրականության։ Ըստ հաղորդագրության համատեղ հռչակագրի շրջանակներում իրականացվող թրիփ նախագիծը Հայաստանի եւ Ադրբեջանի համար ապահովեց հստակ ճանապարհային քարտեզ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու եւ գործընկերությունը խորացնելու համար։ Եվ մինչեւ օրս էլ նախագիծը համարվում է տարածաշրջանային փոխգործակցության եւ բարգավաճման բոլոր խոչընդոտները վերացնելու բանալին։ Սակայն ապրի Արմենիայի գիտաշխատողների գնահատմամբ թրիփը անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին։ Հայաստանին կարևոր է ստանալ երկերը, հետո մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի քաղաքականության մասին եւ այս մոտեցման մասին, ապա մեզ պետք է երկ դեպի միջերկրական ծով եւ Պարսից ծոց։ Այդ դեպքում անհրաժեշտ է բացել այլ հաղորդակցությունները, որոնք կան, մասնավորապես երկաթգծի մասին է խոսքը, որը դեռ այսօր ըստ օրակարգի չէ։ Թրիփը ներկայացվում է հակամարտության կարգավորման Միացյալ Նահանգների նախընտրած մոտեցումը։ Այն է հարթել հակամարտությունը տնտեսական օգուտների միջոցով։ Մասնակիցները նկատում են, որ առանց հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացման թրիփ նախագծի իրականացումը լի է Հայաստանի հետագա տնտեսական մեկուսացմամբ։ Բացատրում են, քանի որ ինքնին թրիփը երկիրը չի կապում Թուրքիայի, Ադրբեջանի կամ որևէ այլ արտասահմանյան շուկայի հետ։ Իսկ եթե թրիփը ճանապարհ հարթի տարածաշրջանային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման համար, արդյոք կհայտնվեն հյուսիս-հարավ տարանցիկ լրացուցիչ երթուղիներ։ Շանթ Նյուզի այս հարցին բանախոսները այսպես պատասխանեցին։ Միանշանակ այո, այդ դեպքում կգործարկվի նաև Հայաստանը Իրանի Նախիջևանի տարածքով կապող երկաթգիծը։ Նկատի ունեմ Երևան, Երասխ, այնուհետև Ջուլֆա, Թավրիզ եւ Իրան։ Այդ դեպքում այո, Հայաստանը կդառնա նաև հյուսիս-հարավ այդ տարանցման բաղկացուցիչ մաս։ Գիտաշխատողները հաշվել են նաև ինչ կփոխվի ֆինանսական տեսանկյունից միայն թրիփի իրագործման եւ ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակման դեպքում։ Որոնք եթե տեղ ունենա միակ թրիփը, ապա Հայաստանի շահ կլինի մոտավորապես տարեկան 23 միլիոն դոլար, որը մեծ թիվ չի։ Եթե ընդհանուր ապաշրջափակում տեղ ունենա Հարավային Կովկասում, ապա թիվը կաճի մինչև մոտավորապես 388 միլիոն դոլար տարեկան կտրվածքով։ Այսինքն տարբերությունը մոտավորապես 16 անգամ է։ Բայց դա մենք համատում ենք մեր այլ երկրների հետ տարածաշրջանում, օրինակ Ադրբեջանը, այնտեղ այդպիսի տարբերություն չկա։ Օրինակ թրիփի դեպքում Ադրբեջանը կստանա տարեկան մոտավորապես 230 միլիոն դոլար տարեկան, իսկ ընդհանուր ապաշրջափակումից 329 միլիոն դոլար։ Այսինքն այստեղ տարբերությունը մեծ չի, մոտավորապես 1.4 անգամ է։ Հետևաբար մենք գալիս ենք այն եզրակացության, որ Ադրբեջանի համար ընդհանուր ապաշրջափակումը շատ չի տարբերվում թրիփից, իսկ մեզ համար էականորեն տարբերվում է։ Տնտեսական հեռանկարների հետ համադրման պարագայում առավել ակնհայտ է դառնում, որ նոր երթուղիները շահավետ կլինեն ներգրաված բոլոր երկրների համար։ Եթե բացում է Նախիջևանի հատվածը, նշանակում է, որ Իրանը կարող է կապ ունենալ ոչ միայն Եվրոպայի հետ ծեվով փոթի բատում, այլ նաև հասնել մինչև Մոսկվա։ Իսկն Իրան, Նախիջևան, Ջուլֆայով, հետո Հայաստան, Թիֆլիս, Բաքու եւ Մոսկվա։ Այո, ինքը մի գրուկ է անում, բայց սա կլինի այլընտրանք Իրանի համար եւ Ռուսաստանի համար հյուսիս-հարավ կապի կոնտեքստում։ Մինչդեռ հարևան Իրանը շարունակում է թերհավատորեն վերաբերվել նախագծին հաշվի առնելով, որ այն ենթադրում է Միացյալ Նահանգների ներկայություն Հայաստանի հետ իր սահմանի մոտ։ Թերհավատության պատճառները այսքանով չեն սահմանափակվում, թե Իրանն այս երթուղին դիտարկում է որպես մրցակից նախապես ծրագրված Արաքսի միջանցքին, ինչպես նաև թե թրիփը կարող է օգտագործվել երկրի հյուսիս-հարավի հաղորդակցության ուղիները սահմանափակելու համար։ Թեմայի հետ կապված ապրի Արմենիայի վերլուծությունում հստակ նշվում է, որ այս մարտահրավերները կարող են հետաձգել թրիփի իրականացումը եւ երկարաժամկետ հեռանկարում խաթարել տարածաշրջանում 2025 թվականի օգոստոսից հետո հաստատված հարաբերական կայունությունը։ Մարինե Դվոյան, Սերյան Հակոբյան, Հորիզոն։